Բարև ձեզ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մի արտիստի, ում երգն ու տեսակը ժամանակի հետ չեն փոխվում։ Չեն փոխվում, որովհետև արմատները խորն են, իսկ ցավն ու սերը բացարձակ անկեղծ։ Այսօր մեր տաղավարում է երգիչ, երգահան, մտավորական եւ անհատ, ում խոսքն ու երաժշտությունը միշտ ուղիղ են։ Դավիթ Ամալյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ, Դավիթ։ Շնորհակալ եմ, այնքան լավ բան ասացիք, սկսեցի դուրս գալ, արդեն չեմ կարող խոսել։ Գոնե մտավորականը հանեք, մնացածը նորմալ է, երգահան երգիչը դեմ չեմ, անհատն էլ միգուցե։ Լավ, հաշվի կառնենք, բայց մտավորականի նշաձողը ինձ համար այն անգամ էլ հարցազրույցի մեջ ասացի, մտավորականի նշաձողը ինձ համար ուրիշ դաշտում է։ Մտավորականը մենակ արվեստ մասնագիտությամբ արվեստով զբաղվողը չի, արվեստագետ բառնել չեմ կարող ասել։ Միանշանակ այդպես է։ Բացել եմ, չափահաս եմ դարձել, ինձ համար արվեստագետի նշաձողը եղել է մտավորականի Շիրազը, Ֆրունզը, այս մասշտաբի մեջ ես ոնց կարող եմ իրանց մոտ ծիծաղելի է լինում, որ ինձ մտավորական են ասում։ Միգուցե մահկանացու կնքելուց հետո ինչ որ մեկը իրան թույլ կտա տենց ասի, այդ ուրիշ բան, բայց առայժմ չէ։ Անցնենք թեմային, լավ, արդեն այո, սա մի ուրիշ տեղ է տանում, որ պետք չէ, կարծում եմ, մահկանացուն կնքել, որպեսզի գնահատված լինել։ Դե հիմա ազգի եւ ժողովրդի կողմից։ Ես իմ ուզած երգը դեռ չեմ գրել։ Ես իմ ուզած խոսքը դեռ չեմ ասել, իմ ուզած ոռնոցը դեռ մեջիցս դուրս չի եկել, իմ ուզած ժպիտը հələ չեմ ժպտացել։ Իսկ ես հələ անելու բան ունեմ։ Ինձ այդպես է թվում։ Իմ ուզած պայքարը դեռ չեմ պայքարել, իմ կռիվը չեմ կռվել։ Ամեն ինչի մեջ կիսատ լինելը արդեն հերիք է, որ դու քեզ մտավորական չհամարես։ Իսկ դա երբեք չի լինելու, երբեք կայացած չեմ կարող ինձ համարել, որտեվ կգա օրը նոր կհասկանա, որ կայացման համար արդեն ուշ է։ Ես տխուր բան չեմ ասում եմ ինչ իրականություն։ Բայց մտքերի ֆորմատը այնպեսին էր, կարծես տանում էր զրույցը ավարտին, արդեն ամփոփում էինք, սա չի գրվել, սա չի ասվել, բայց եւ վերաիմաստավորենք որպես մեր զրույցի սկիզբ։ Առաջին անգամ չի որ զրուցում ենք, այս ֆորմատով երևի թե 3-4 անգամ, իսկ առհասարակ մենք ուսանողական ժամանակաշրջանից մտերիմ ենք եղել, մեր մտքերը բազում անգամներ կիսել ենք։ Այնպես որ ինձ համար շատ հաճելի է եւս մեկ անգամ առավել եւս այս օրերին, որ կիսելու շատ բան ունենք։ Նմանապես Դավիթ, շնորհակալ եմ բարի հուշերի համար, պարզապես մենք չենք փոխվում, փոխվում է ժամանակը, իրականությունը, որի մեջ լավ է, որ մեր արմատները չեն փոխվում, մեր դիրքորոշումը կյանքի բարու հանդեպ չի փոխվում, արդարության հանդեպ չի փոխվում, բայց փոխվում է, ինչպես ասացի, իրականությունը եւ հենց այդ իրականությունից ուզում եմ խոսենք։ Մարդու օրգաններից ուղեղը փոփոխության ենթակա է եւ էվոլյուցիայի, որտեղ եթե չեմ սխալվում, կենսաբանորեն ուղեղի ասում են 0.7 թե 7%-ն է աշխատում։ Իսկ սիրտը աշխատում է ամբողջությամբ։ Սիրտը բնությունն է, ուղեղը տիեզերքը։ Այսինքն տիեզերքը չի կարող փոփոխության չենթարկվի, որտեղ անսահման է տիեզերքի գոյություն։ Իսկ սիրտը բնությունն է։ Հիմա մեր ընկերներից մեկը փայլուն ասում էր մի միտք, որ ասում էր կարող ես 1000 տարի առաջվա ու այսօրվա եղնիկին տարբերել։ Այսինքն բնությունը էվոլյուցիա չի ապրում։ Ուղեղդ կարող է զարգանել։ Իհարկե, եթե կապի միջոցը սուրհանդակից փոխվել է հեռախոսի, պիտի օգտագործենք։ Չպիտի մարտահրավերը չընդունենք, ասենք չէ մենք բանենք, պահպանողական ենք։ Իհարկե, եթե էվոլյուցիան հասել է այնտեղ, որ որոշ բաներից արդեն ջհանդամ դիքարտով օգտագործես, դե էտել հասկացանք։ Բայց սիրելու ձևը չի փոխվում, չէ՞։ Երբ որ սիրելու ձևը փոխվում են, տեսնում ենք ինչ էվոլյուցիան ինչ այլանդակություններ է բերում, որտեղ երբ որ սկսում է սիրտը զարգացնել, բնությունը դառնում է այլանդակություն։ Այսինքն իսկ այս ինչի համար մենք տառապում ենք, սիրո պակասն է։ Սերը կապ չունի դու սիրած էակին ես սիրում, քո ընտանիքն ես սիրում, հայրենիքը թե լեզուդ, թե աշխարհը։ Համամարտկային արժեքներ եմ սիրում ես, այդպես է։ Բայց եթե ազգայինից բացակայության հաշվին սիրեմ, համամարտկային իր արժեքը կկորցնի կամ հակառակ, երկուսն էլ հավասար պիտի լինեն։ Ես ոնց կարամ մենակ Թումանյանով հիանամ եւ ընդհանրենք համաշխարհային գրականությունից ոչ մեկի չընդունեմ։ Այդ դեպքում Թումանյանը ինձ համար իրական արժեք չի լինի։ Բայց երբ որ մյուս հանճարներին էլ ես ծանոթանում, Թումանյանն իր տեղն է բռնում, Արամ Խաչատրյանը իր, Բախը իր, Նարեկացին իր, ի վերջո, չգիտեմ, Բեթհովենն ու Մոցարտն իր։ Սա
ընդհանուրի մարդը անտաշ քարի պես ծնվում է եւ քանդակագործը կյանքն է։ Այդ հղկում է սնունդից մարդուն։ մինչև մարդուն հղկում է։ Ուրիշ գլիբա ծնվում, ուրիշ տեսքով գնում է։ Մարմինը նկատի չունեն։ Իր կերտվածքը ընդհանուր հոգեկերտվածք։ Դավիթ, անկեղծ պետք է ասեմ, որ որոշ թեմաներ եւ հարցեր մտածել են, որ պիտի քննարկենք, բայց հիմա զրույցը ամենասկզբից մեզ մոտ շատ իմպրովիզացիոն ոճով է գնում եւ հիմա սիրո պակասից խոսելու ժամանակ միտք առաջացավ, ավելի շուտ հարց ծագեց։ Թշնամուն ըստ Սուրբ գրքի ինչպես պիտի ընկալենք, ըստ Սուրբ գրքի պիտի սիրենք։ Հնարավոր է այսօրվա պայմաններով ամենաուղիղ իմաստով առանց վերահասցեավորման Սուրբ գրքի թշնամուն սիրել լինում է, որպեսզի համընդհանուր աշխարհում սեր տիրի։ Մի ցինիկ հումորով պիտի սկսեմ, մոլան գնում է, կինը դիմացից է գնում, ասում է, բայց սովորաբար Ղուրանում գրված է, որ պիտի հետևից գնա, ասում է, Ղուրանում որ գրված էր, ասում է, այն ժամանակ մինապատած դաշտ չկար։ Սա ամենը հումոր է, հիմա այդ ավետարանում սիրո մասին որ գրեն են, այն այլանդակությունները, որ հետո էվոլյուցիայի շնորհիվ եւ սրտի զարգացնելու շնորհիվ առաջացան, այդ ժամանակ երևի թե չկային, թեպետ բոլոր ժամանակներում դավաճաններ եղել են։ Շատ անկեղծ որ լինեմ, երբ որ նայենք երկրագնդի միայնակությանը տիեզերքի մեջ, վրայի կախված 6 միլիարդ ինչ-որ բաներից մեկը քո նման մի բան է։ Ինչքան էլ ուզում աչար լինի, դու երբ որ այդ ռակուրսից ես նայում, հասկանում ես, որ դու ով ես, որ իրեն սիրես կամ չսիրես։ Ձեզ բոլորին մի ուժ է ստեղծել եւ տվել է երկրի վրա ապրելու ունակություն, որից հետո Ռուբեն Վարդանյանը նորոնից հրաշալի ասաց իր ուերցի մեջ։ Ըստ հնդկական փիլիսոփայությունների, ասում է, հոգիները տեղափոխվում են որևէ մարմնի մեջ։ Դե հիմա չասեմ, որ մարմնի մեջ, հիմա դե հա, մենք այս պահին փիլիսոփայության հնդկական վերսային ենք մոտենում, բայց իսկապես հիմա ես միշտ լավ, եկեք սիրո այդ տիեզերական զգացողությունից մի փոքր ավելի աշխարհիկ ու պարզունակ համեմատություն անեմ։ Ինչպես կարող են ընդհանրենք այն կներեք բառից համար, բայց ստիպված են։ Սա գռեհկություն չի, սա ցավոք սրտի իրականություն է։ Այն խավը լավ անուններ տամ ջահանդամ, իմ աշտարակցի Ռուստամն ու Ախուրյանցի անուն, նույն ոնց կարան նույն զեն ունենան, ինչ որ Գուրգեն Բելիքյանն ու Արմեն Բուդաղյանը։ Ես ծայրահեղությունից ծայրահեղություն ասեցի։ Այսինքն այդ գլոբալիզացիա ասածը, այդ ինչ էր մյուս անտեր բառի, հա դեմոկրատիա ասածը ոնց կարող է ճշմարիտ լինել պետության կառուցման դեպքում, երբ որ պետության մեջ մեծամասնությունը երբեք ճշմարիտ չի կարող լինել։ Ցանկացած օրգանիզմ ղեկավարում է օրգանների փոքր տոկոսը։ Մարմինը ինչպես է ղեկավարում, սիրտն ու 100,000 անգամ կրկնել են այս միտքը։ Պատկերացնում եք ոտին ու հետույքին հնարավորություն տան սրտի եւ ուղեղի վրա ղեկավար ընտրելու։ Մեծամասնությունը հասկացանք այնտեղ կարևոր օրգաններ կան, լիարդ, երիկան, բան, որ դրանք նպաստում են ի վերջո անոթները, բան, ասենց ամեն մեկը իր ֆունկցիան ունի։ Բայց երբ որ մեծամասնությանը տաս ղեկավարելու դաշտ, սիրտն ու ուղեղը սկսեն թուլանալ, որտեղ իրանք ծավալու զանգվածով քիչ են։ Իսկ երբ որ դրանք թուլացան, ոչ մեկ չի աշխատի։ Այդպես է թե փոխկապակցված է։ Ընդհանրապես բնության մեջ նայեք, բնության որ հատվածն է պիտանի։ Ամբողջը գնում ես ժամերով, ոչինչ չկա, մեկ էլ մի հատ օազիսի նման կանաչ գոտի, մի հատ անտառ, մի հատ ծով, մի հատ բան չէ։ Այսինքն աշխարհն էլ է ղեկավարվում բնության այդ կարգ միտեղ բան։ Երբեք դեզերքում էլ որ նայում ես մոլորակների քանակն ու տարածության քանակը չի բռնում իրար։ Տարածությունը շատ ավելի մեծ է, որը դատարկ է, եւ չգիտենք այդ դատարկության մեջ կարող ավելի շատ բան կա։ Իսկ մոլորակները հաստատ տարածության մեջ քանի տոկոս չեն դրած։ Ամեն դեպքում ես հակված եմ, որ այդ դեմոկրատիա ասած միֆը առայժմ մեր երկրի համար ավելորդ բան է։ Չի կարելի, որովհետև մենք դեմոկրատիայի պտուղներն ենք վարում, որովհետև երբ որ նայում ես մտավոր կարողությունների լուրջ տեր մարդիկ, որոնք պատերազմ են տեսել, որոնք պատերազմում ընկերներ են կորցրել, որոնք չեն տեսել, որ իրենց տիպողաբար տարել են պատերազմ, այլ իրանք Չարենցի նման գիտակցել են, որ իրանց ինքը միայն գրիչը չի, իրանք համել գործ ունեն անելու։
Այս տիպի լիքը մարդկանց եմ տեսել, Դուշման եմ տեսել, չգիտեմ, Վոժդ եմ տեսել, Վազգեն եմ տեսել, ի վերջո այս կերպարների կողքին առաջանում է հանկարծ ՔՊ, որոնք բառացիորեն հակապատկերներ են։ Երկուսն էլ ծագումով հայ են, Վազգենի մասին Ժորեժ Իսրայելյանը մի հրաշալի պատմվածք ունի, ասում է նայել Մայրոնի ես էլ, որ խոսում է իր ահաբեկչի մասին Վազգենը, վրեժի մեկնաբանությունն է։ Նայել Մայրոնի ես էլ, նայել հայ, մի այլ ես էլ։ Ասում է ես իմ վարկյանը կթողնեմ հետո որևէ ծառի մասին մի վարկյան ակոչվում պատմած, որևէ ծաղկած ծառի մասին պատմած գրելու, բայց այս պսլնքոտը չի կորցնի, որպես չարիքի լեգենդ մնալու, որպես դավաճանության լեգենդ մնալու պատմության մեջ։ Ուզում եմ ասեմ, թե պետության, թե տիեզերքի, թե մարդկային, թե ազգային, թե բոլոր արժեքների մեջ հասկանանք արժեք գնահատել։ Երբ որ արժեքը գնահատենք, այդ ժամանակ միգուցե իմ ասած վատ խավ էլ չլինի, չեմ ասում վերանան։ Իրենք հասկանան, որ իրենք այբալամ ես ոչ մի վատ խավի մարդու հետ վատ չեմ վարվում։ Ընդհակառակը ավելի ջերմ ես մոտենում, որ իրանք վատ չզգան։ Կյանքում հանկարծ չեմ մտածել, թե ես դաշնակահար եմ կամ շբիհար եմ կամ երգահան եմ կամ առհասարակ ինչ-որ բաներ եմ գրում եւ դա ինձ թույլ կտա որևէ մեկին մի փոքր ուրիշ շակ։ Ընդհակառակը ես փորձում եմ բոլորի առաջ խոնարհվել, բոլորի մի քիչ ներքևից նայել։ Դա ինձ թույլ չի տալիս, որ ես ինձ արժեք համարեմ։ Բայց երբ որ իրենք են քայլանում քո վրա եւ իրենք ստիպում են, որ դու մտածես իրենց նման, հետո տենց որ թողեմ կնստեք գլխներիս։ Արդեն ահագին ապացույցներ ունենք, թե ինչն է ստիպում մարդուն շեղվել Արարչի ծրագրից, դա կարծում եմ մի առանձին ծրույցի թեմա է, ինչու են մարդիկ չարանում, ինչու են մարդիկ ագահ, ինչու մարդիկ։ Ես ասեմ, էվոլյուցիան բերեց նյութական արժեքի ավելի կայուն վիճակ, այսինքն առաջ երբ որ բոբիկ էին մանգալի, կոշիկի լավ ու վատը չկար, չէ։ Հետո սկսվեց տերևներով ինչ-որ բաներ, հետո երբ որ արդեն անցավ դա վաստակելու հնարավորությանը, այնտեղ ուժեղ տղերքը լավ տերևներից էին կոշիկ կարում կամ շոր, մի քիչ չբաշարողներ եղած ու արդեն խավային բանը սկսվեց։ Այսինքն մեր աշխարհը որ դարավ վաստակելը նյութական արժեքը դարավ վաստակելը թե ենթադրենք ինչ մեքենայով կլինես, ինչ պիջակ կհագնես, ինչ շալվար եւ մնացածը, ինչ տանը կապրես, ինչ երկրում կապրես, ի վերջո, սա դարձավ նյութական մրցակցության աղբյուր, որը գայթակղության ակունքն է։ Իսկ գայթակղությունը որպես երևույթ սիրո բանն է, սիրո հակառակորդն է։ Այսինքն երբ որ դու լավ կոնկրետ սիրո մասին խոսեն տղամարդկին, երբ որ տրվում ես գայթակղությանը, սերը գնում է ուրիշ դաշտ։ Երբ որ սերն է այդ բերում այդ գայթակղությունը, նոր դառնում է քոնը։ Երբ որ էությունը այնքան հարուստ է, դու սիրելով, դու գիշերը չքնելով, դու հասնում ես այդտեղ, նոր դա դառնում է արժեք։ Իսկ երբ որ ուղղակի գայթակղվում ես, մեկ էլ տեսնում ես բան չկա, այդ ընդհանրապես դառնում է շարժում։ Ինչից ցավոք սրտի շատերն առաջացել են։ Երևույթները աշխարհի պես հին են։ Մարդկային որակը եւ տեսակը նույնպես հասկանում ենք, որ նոր չէ, որ բացահայտում ենք, այդպես եղել է։ Բայց վերադառնանք նաեւ որոշակի հարցերի քննարկման, որոնք այսօր շատ արդիական են։ Դրանցից մեկը այս տարի աննախադեպ նշվող մայիսի 28-ն է։ Ես չեմ հիշում վերջին տարիներին, որ այդպես նշվի հանրապետության օրը, լինի շքերթ, ցուցադրվի սպառազինություն։ Դավիթ, որն է հիմնական ուղերձը ըստ քեզ, դա ներքին լսարանի համար է, արտաքին ուղերձ ունի, թե միգուցե նաև հենց այդ երևույթի շուրջ նախընտրական քարոզարշավը բառացիորեն։ Այսինքն այն խավի մեջ, որոնք մի պահ կարող է տրամաբանված մարդկանց լսեն ու տեսնեն, որ իրականում վատ է մեր վիճակը, մեկ էլ ասեն ինչն է վատ, հələ տեսեք ինչքան տեխնիկա է անցնում, այսինքն այդ խավի մեջ ձեներ կորզելու։ Իսկ իրականում մի ճշմարտություն կա, երբ որ պարտությունը համարվում է խաղաղություն, դա ընդհանրապես մտավոր կարողությունների զուրկ մարդու մտածելակերպ է։ Խաղաղությունը, իրական խաղաղությունը ուժի վաստակն է։ Եվ հնարավոր է, որ խաղաղ լինենք։ Հնարավոր է, որ որևէ օր Ադրբեջանի հետ ի վերջո ձեռք կսեղմենք
թող կանքել գնանքել, բայց հնարավոր է, Բայց արժանապատվորեն չի։ Այսինքն սա պարտություն է։ Եվ Ադրբեջանը չի թաքցնում, որ ձեր պարտությունը դեռ չի դադարել։ 300,000 հոգի պիտի գան եւ այն օր այնտեղ են ասում են տես բան չկա, բայց իրանց նախընտրական բանի մեջ 17-18 կետնա չեմ էլ տեսել, ասել են որ այդպես է ու գիտեն որ այդպես է, ասողները հաստատ չեն խաղում։ Գրված է որ պիտի գան։ Այսինքն եթե իր անցնելուց հետո խաղաղություն ասած բանը հաստատվի այդ 300,000 հոգու գալով, պատկերացնում եք որ հետո հասկանանք չենք ուզում, դրա համար արդեն պատերազմ է պետք։ Ասում ես, եթե ես չգամ, պատերազմ է լինելու, այսինքն քո գալով հրահրում ես պատերազմ, եւ այսինքն եթե չես հրահրում պատերազմ 300,000 հոգի թուրքը 15 տարի հետո կլինեն 650։ Մի սերունդ հետո կլինեն 1 միլիոն։ Եվ դրա առաջ ոնց պետք է կանգնեք, արդեն պետք չի կանգնել, արդեն հաջորդ ընտրություններին պետք չի ում ենք ընտրելու։ Սա բացարձակ ծրագիր է, որ ափի մեջ երևում է։ Բացարձակ երևում է, որ միջազգային բաներում ես ինքս քաղաքագետ չեմ, քաղաքական գործիչ չեմ եւ ուրախ եմ որ չեմ, որովհետեւ մեկ-մեկ շատ տրամաբանված բաներ կա, որից հոգնում եմ։ Շախմատ խաղը շատ սիրում եմ, բայց չեմ սիրում խաղալ։ Խաղը սիրում եմ, խաղացողներին սիրում եմ, որովհետեւ հայրս ու տղաս սիրում են երկուսն էլ, տա Վարդանս էլ, հերս էլ։ Բայց այդ խաղը ես չեմ կարողանում, այդ որ պիտի երկար մտածեմ, հոգնում եմ։ Ավելի լավ է այդ մտածելը մտածեմ ինչ-որ մտքերի վրա, մտքերի բախումների վրա, որոնք կամ մեղեդու կամ խոսքի կվերածվեն։ Բայց ուզում եմ ասեմ դրա համար քաղաքագետ չեմ, բայց ամեն դեպքում իմ կարճ քաղաքագիտական մտածելակերպով եւ տրամաբանությամբ ափի մեջ երևում է իրանց գործունեությունը։ Այսինքն աշխարհի բոլոր Իրանի հետ վատ ենք, Ռուսաստանի հետ կտրուկ վատանում ենք, Եվրոպայի հետ լավ ենք ուզում խաղանք, բայց նրանց էլ ենք վատ, որտեղ չենք կարողանում ասենց ընկել ենք երկու քարի արանքը մնացել է Թուրքիան ու Ադրբեջանը, Թուրքիան էլ շանտեղ չի դնում, հետո դպրոցի ուսուցչուհիներ կան, որ ասում են դե հիմա խաղա։ Սիրելի ուսուցչուհի ջան, եթե դեռ 10 տարի ուսանելու եք դպրոցում, 10 տարի հետո պիտի ադրբեջաներեն իմանաք, որ ուսանեք եւ ձեր սիրած խաղաղությունը վայելեք, որ ձեր թոռը կամ որդին սահմանում խաղաղ ծառայեն, այն ժամանակ սահմանում, եթե մենք միանանք Ադրբեջանի, սահմանում մենակ հայերը կծառայեն։ Որովհետև իրանք թույլ չեն տա, իրանք կհամարվեն ազնվական, մենք ոչ։ Սա ընդհանրապես դիտարկումներ է, էմոցիոնալ, բայց որը շատ իրական է, շատ։ Այո, իրական հենք ունեն։ Պարտությունը ընդհանրապես գերի ընկնելու եւ գաղթի կանխավարկածն է։ Պարտությունից հետո կամ գերի են ընկնում կամ գաղթում են լավագույն դեպքում։ Հիմա մենք այս պահին պարտված ենք եւ եթե շարունակենք պարտվել, հաջորդ քայլը կամ գաղթն է կամ գերությունը։ Լավ, հիմա դուք ընդունում եք, որ Ադրբեջանը գա Հայաստան։ Ինչ փոխվեց։ Չեք նկատում, որ այդ մարդիկ չեն թաքցնում։ Լավ, ուրիշ բան չասեն, այդ որ խափում են, էլ կռիվ չի լինելու այդ բան ընդունենք, դուք հավատացել եք, հասկանում եք, բայց որ 300,000 թուրք գերածա որ պիտի գան, ու չի կարա չանի, որտեղ ընդդեղից ամեն օր ասում են։ Ախպեր ջան, բա դու ինչ ես մտածում։ Բա դուք հայրենասիրական, բան, սասունցի, մրպաբեր, մրերգիր։ Ոզվում եք քելելավից, ես երգում եի, աշկերներդ լցնում եք մակիչի երգելուց, ինչ փոխվեց տվեք, ինչ փոխվեց, լավ չեմ ասում, միշտ մեկը որ ասել էր հայրենասիրությունը խեղծ կատեգորիա է, այդ ժամանակվանից ընդունել է, որ այդպես է, որտեղ մարդ որ սիրել գիտի, սիրում է ինչ սիրելու է, եթե առանձին հայրենասեր են լինում, տեսնում ենք ինչով է վերջանում։ Հենց հայրենասիրության մասին է ուզում խոսել։ Այսօր շատ է խեղաթյուրվում եւ ընդհանրապես գալիս ենք մի մտքի կամ բերում են մի մտքի, որ դա պարտադիր բաղադրիչ չէ։ Կարելի է եւ առանց հայրենասիրության ապրել։ Խեղաթյուրվում են սիմվոլները, ազգային նշանակության, վերաիմաստավորվում են, չեղարկվում են։ Լավ, իսկ որտեղ մնաց մեր հավաքական գիտակցությունը։ Մարդը որտեղից է ծնվում, տիեզերքից հոգին ուղարկվում է, սրա մասին նույնիսկ տղաս պատմվածք ունի։ Հոգին ուղարկվում է որևէ մարմնի մեջ եւ նույնիսկ փիլիսոփայություններ կան, բան, թողնենք ավետարանը, բան, դա իրանց դասական մեկնաբանությունն է, բայց նույնիսկ այնպես բաներ կան, փիլիսոփաներ կան, տիեզերական մտքերի, որով ասում է եւ տղայիս պատմվածքի մեջ այնպես մի բան կար, որ
ինքն է ընտրում հորն ու մորը ուր գնա ինքն է ընտրում այսպես բան։ Վերջը վերևն է որոշվում, որի անունը մենք դրել ենք մեր ավանդական առումով Հայր Աստված։ Հիմա դա Հայր Աստվածն է թե որևէ հզոր տիեզերական կառույց է, որ ղեկավարում է ամբողջ մոտ, վերջը թողնենք։ Հայրը Աստված է, ինքը որոշեց մորը։ Եվ դու ծնվեցիր կամ իտալացի կամ հույն, ու մեր դեպքում ես ուրախ եմ, որ հայ, բայց նաև ինչի՞ չէ, ղազախ, ադրբեջանցի։ Այսինքն երկուսին հավասարապես չընկալելը կներեք դեբիլությունը։ Երեխա ժամանակ ամենաապուշ հարցը, որ մեզ տվել են, էտենա թե պապային է շատ սիրում, թե մամային։ Ուրիշ բան, որ հայրենիքի մեջ ծնվում, ապրում, մեծանում ես, ծնվում ես այդ ջրով, այդ հողից ծնվում ես, հայրենիքի սերն ավելի շոշափելի է, հայրենասիրությունը դից է առաջանում, բայց այդ դու չես կարող մոռանաս հերետով է, հորսերը զգաստացնող է, չէ ավելի, որտեղ ինքը շոշափելի չի, իսկ մոր կրծքով ես մեծացել, մոր մեջ ես եղել ի վերջո քանի ամիսներ, այսինքն այդ հայրենիք ու եզերք Հայր Աստված մայր հայրենիք, դրանք եթե հավասար չգնահատես, եթե որևէ մեկը 51 եղավ, ուրեմն լավ չի։ Հիմա անցնենք մոտեցմանը, հայրենասիրություն ասած ինչքանով է ավել։ Հիմա կանանք ասենք, չգիտեմ, համամարտկայնասիրություն կա, տես բան չկա, չէ։ Այդ դեպքում բոլոր արժեքներից ինչ ենք հայրենիքն առանձնացնում։ Դրա համար հայրենասեր խաղում են։ Վիլյամ Վոլեսի ֆիլմը, որ ես նայում եմ, «Отважное сердце», բանը։ Ես այդ ֆիլմից էներգիա եմ ստանում, բայց այնտեղ հայրենասիրություն երևույթ որպես այդպեսին չկա։ Ինքը մարդկային արժեքի կռիվ է, ազատության կռիվ է, պորտկում է։ Այդ Բայրոնը բայրենասեր էր, որ եկավ հայերեն սովորեց, գնաց հույների համար էլ մեռավ։ Ինչն էր սիրում, որ տենց արեց։ Չեղավ, որ ազատության ու մարդկային արժեքի խնդիրը։ Այսինքն հին անկալմամբ հայրենասիրությունը այսօր ակտուալ չէ։ Հայրենասիրությունն առանձին երևույթ որպես այդպեսին ինձ համար գոյություն չունի։ Կա մարդ, որ սիրում է այն, ինչ սիրելի է։ Եվ երբ որ հայրենիքը սկսում ես առանձնացնել եւ ճոռոմաբանել հայրենիքի մասին, որևէ օր կուրանաս հայրենիքին։ Որովհետեւ եթե ունես 3 երեխա, մեկին ասում ես քեզ ավելի շատ եմ սիրում, առաջին իրան ես դավաճանելու։ Եթե ունես քո սիրադաշտում մարդկանց, ում ասում ես ամենաշատն եմ սիրում, առաջին իրան ես դավաճանելու։ Որտեւ չես կարող մեկին խոստանաս, որ ամենաշատը, տես բան չի լինում, ամենաշատը սիրո մեջ երկիցս ցիտեմ ներողություն եմ խնդրում հանածական ընկերների, որտեւ ընկերոջ մեջ չես կարող ասես, հա մտերմության չափի, շփման չափի տարբերություններ կարան լինեն, մեկի հետ կարաս լինես ամեն ժամ, մեկին ամիսը մեկ տեսնես, բայց դա մոտիկ ու հերոյի խնդիր չի, հարազատի եւ անհարազատի եւ թանկոեժանի խնդիր չի։ Հիմա ոնց կարաս մի չգիտեմ Էլ եմ ասում շփման մասին չի խոսքս։ Կարող է մեկին շատ քիչ ես հանդիպում, բայց քո դաշտի մարդկանց մեկին հատուկ զգուշ ասես քեզ շատ եմ սիրում, չէ։ Հա, լինում է, որ ինչ որ ջերմության պահեր են լինում, խոսքը, բայց առանձնացնելը արդեն սիրո մեջ խափում ես։ Եվ հայրենասիրությունը, եկեք հայրենասիրական կուսակցություններ բացենք, ով իր մորը չի սիրում։ Կամ պատկերացնում ես ընկերական շրջապատում հավաքված նստած խոսում ենք ու հայրենասիրությունից խոսքեր են, չէ՞ գնում երբեմն։ Պատկերացնում ես, այտենց նստեն խոսեն, թե ով իր մորը ոնց է սիրում։ Ով իր երեխուն։ Հա կանայք միգուցե երեխու սիրո մասին առավել եւս վերջերս որ բախտակից ընկերներով հավաքում ենք, ովքեր երեխա են կորցրել, կանանց մեջ հատուկ զգում եմ այդ կարոտը ստիպում է իրենց մասին երկար խոսել։ Այդ նորմալ է, այդ մի քիչ էլ արդեն բանը, ես լրիվ ընկալում եմ։ Բայց ոնց կարաս քոնին թանկ համարես ուրիշի նեջան։ Եվ հայրենիքն էլ դրանցից մեկն է։ Այսինքն, եթե հիմա ճակատագիրը ինձ հերու տնիստեղից Ադրբեջանում ստեղծածել էր, ես ընդեղ էլ ելնեի ինչ կամ։ Կարող է ընդեղի երկերը գրեի։ Չգիտեմ թուրքերեն հոգում շունի ինչ կդառնար, բայց չէ օրինակ եմ ասում։ Հասկանալի է։ Ընդհանրապես ես ամենավատ օրինակը բերեցի։ Բայց ես հիմա չել են տանու ինձ սիրում եմ այնքան, ինչքան չգիտեմ, մեր երկիչներից ցանկացած մի այդ տիպի արժեքավոր արժեք։ Լավ, ուրիշ հերու չընկնեմ Ռուբեն Ախվերդյանի։ Դավիթ, անդադ փոփոխություններից եւ մեր ներկայիս իրականությունից ենք խոսում եւ
ուզում եմ նաև հարցնել հաղթանակների եւ անկախության տոների դարձյալ վերաիմաստավորում կա, ինչպես պետք է դրանք ընկալենք հիմա։ Դա էլ է փոխվել, շատ անգամ լսում ենք, որ առաջվա ընկալումը չի։ Աստված մի քիչ մեջքներս պնդվի եւ կգա այդ օրը, ես հավատում եմ։ Կգա, որովհետեւ ամեն դեպքում բացի իմ ներքին ինչ որ լուսավոր բան տեսնելը, որ զգում եմ, որ լավ լինի, նաեւ համաշխարհային այս արտաքին քաղաքական ուժերի այս բախումներից հասկանում եմ, որ մեր թշնամիների վիճակը այդքան փայլուն չի։ Եվ որևէ օր մենք կունենանք այն ինչ երազում ենք, այսինքն որևէ օր մեր մեջքը կպնդվի։ Եվ այդ ժամանակ ես կուզեմ, չգիտեմ ով կլինի իշխանության, բայց ով էլ լինի, կուզեմ խնդրեմ, եթե պետք լինի, ասում չոք կամքովդ, որ վերամբարձությունը մեր երկրից վերանա, փառավոր բառերը վերանան, հպարտությունը, այդ սուտ հպարտություն եւ փառք բառերը ինձ համար հակասական երևույթներ են։ Փառքը մարդուն գիտեք ինչ է անում, երբ որ մտնում ես ցորենի արդ, փառքից դատարկները տնկված են լինում, որտեղ հասկով լիքը ցորենը գլուխը կախում է։ Փառասերները դատարկներն են։ Մեկ որ սեղանի շուրջ ասում են փառք տղերքին, ասում են տղերքը որ փառք սիրե, ինչ են զոհվի։ Փառք սիրողը զոհվելու ճամփեն չգիտի։ Ես միգուցե երբեմն ինձ մեղադրեմ իմ փառասիրության մեջ, որ կենթանի եմ մնացել, բայց միգուցե ես այդքան չկարողացա փառքից հեռանալ, որտեղ ամեն դեպքում երգում եմ, վերջում ծափահարում են։ Միգուցե աչքերս էլ լսվում այդ ծափերից։ Դեպետ ես միշտ վերագրում եմ այդ ծափերն ումնա, իմը չի։ Բայց ամեն դեպքում փառքն ու հպարտությունը թող մեր երկրից վերանա, մարդկային արժե, գիտեք ինչ, հասարակարգում կոմունիզմ ի վերջո գիտենք, որ դա միֆ է, չի լինի։ Բայց կոմունիզմ ասացի մեջ մի գաղափարախոսություն կա, հավասարության, մարդկային շփման հավասարությունը։ Մենք երեխա ժամանակ մի քո սերունդը, իմ սերունդը մի 5 արկանի շենքում եմ մեծացել Աչափնյակում եւ մի հետաքրքիր խոհանոց եմ հիշում, բակային խոհանոց։ Երբ որ խորոված էին անում դրսում, մենք շենքի բակի տղեկով խաղում էինք, մեկի հայրը կրանովչիկ էր, մեկի հայրը փայտագործ էր, իմ հայրը կոնկրետ։ Մեկինը դասախոս էր, մեկինը այն վաղտով հին հայերենով ցեխավիկ էին ասում։ Շենքում ընդհանրենք 10 քանի տղամարդկանցով հավաքվում էին, 4 հոգին մեքենա ունեն, բայց դա խավային մեր մեջ երեխեքի մեջ խաղալու ոչ մի տարբերություն չկար։ Մեկի համար մյուսը Վիծո Ձազան էր, այն մեկը Վարդգես Ձազան էր, այն մեկը Բագրատ Ձազան էր, բոլորը այն մեկը Սմբատ Ձազան, հավասար մարդիկ էին։ Իսկ այս հավասարությունը մարդկային որակավորման, մարդկային շփման մեջ դրա համար կրթական համակարգը այնքան ուժեղ էր, որ 88 ծնվեց։ Իսկ հետո 88-ից հետո ունեց փչացավ կրթական համակարգը, որ 18 ծնվեց։ Դավիթ, չեմ կարող չանդրադառնալ ստեղծագործականին։ Ի վերջո Դավիթ Ամալյանը երգիչ է, երգահան, խոսք եւ երաժշտություն։ Սա թողած ուրիշ բաներ Երանի են օրը որ անհոգ ստեղծագործ։ Այո, քո ստեղծագործական ժառանգությունը, այսպես չեմ ուզում ասել ամփոփելիս, բայց վերհիշելիս կա տողեր, որոնք այսօր մտածում ես, որ մարգարեական էին եւ կարող ես հնչեցնել։ Ստեղ ավելորդ համեստություն չեմ անի եւ ուղղակի մարգարեական չէ, բայց ցավոք սրտի չգիտեմ ինչի եմ գրել այդ երգերը, որ գրել էի դեռ 20 տարի առաջ, դեռ 30 տարի առաջ։ Վերջերս բերել եմ այդ օրինակը, առուծախ երգ ունեմ, 96 թվին եմ գրել։ Վերջերս մի այլանդակություն ռիմա եսի ինչ են գրել էր, հերիք չի շիրի մտ ծախես տեսնում ես, շանտեղ տնող չկա։ Դե սենց կան, հիմա ֆեյք չի արցել չի։ Հետո հիշեցի, որ 96 թվի գրած երգից մեջ մի հատված կա, որ ես միշտ եմ ծախում, առնող կլինի։ Կին էժանելով մի շիշ կինի։ Դեռ 96 թվին 30 տարի առաջ ինչ եմ այդ երգը գրել։ Ու սկսեցի այդ երգը աղագի ժամանակ չէ երգում, հետո նայում եմ, որ ով է հիմնադիրն այս մեջ շուկայի, իբր ասում են թետերն էլի, ինչ անում ենք, գցում ենք տիրոջ վրա։ Հիմա ինչ ապրանք ունենք վաճառքի, նորից ասում են թետերը գիտի, ինչ ազնվություն ստացանք ու բրծավ, էլ խիղճ էլ չունենք, վաղուց վերջացավ, համերաշխություն չենք էլ ունեցել, մի քիչ պայքար կար, դա էլ է բրծել։ Բայց մարդ ասում են, խի եմ 96 թվին գրել, ինչ եմ գրել։
Եվ առասարակ ստեղծագործական մթնոլորտում ես երբ որ մարտի 1-ից հետո որոշակի ներքին բաների մեջ էի, որոշեցի երգ գրեմ, թուղթ ու գրիչը որ վերցրեցի ձեռքս տեսա ինչ գրում եմ միտինգ ա դառնում։ Առավել ևս որ ես ոմանքը ինձ այդ օրը ավելի իմ վրա ազդեց, քան իշխանությունը, անկեղծ եմ ասում։ Ես հետո ինչ որ ձայնագրություններ լսեցի բան ու այդ ժամանակվանից քաղաքականությունից դուրս եկա։ Վերջը դուրս եկա ու որոշեցի բանակին նպաստող ինչ որ բաներ անեմ, ուրիշ բանով չէի զբաղվում։ Այն էլ 18-ից հետո ցավոք սրտի նորից արդեն սա քաղաքականություն չի, ազգապահպանման բան։ Ես ուզում եմ հասկանամ, այդ որ հա ուզում էի գրեի, տեսա որ ինչ գրում եմ, այդ միտինգ ա դառնում ինչ որ որոշեցի, աչքս ընկավ գրքերի այդ պահարանին, վերցրեցի, չարեցի մեջտեղից որ բացում ես, մեջտեղից բացեցի, տեսնեմ գրած է ինչպես երկիրս անսպոկ, ինչպես երկիրս անուրախ, այնպես էլ սիրտս արնոտ ու արնակամ։ Այնով տեսնում ես ոնց որ երեք գրած էլի։ Բայց 100 տարի առաջվա չարեցն է։ Եվ ցավում եմ, որ դեռ 100 տարիներով այս կարգի մշակույթի մեջ բան չի փոխվում։ Այս կարգի նկատի ունեմ ներքին ընդվզումների մասին։ Առուցախը 96 թվին գրել եմ, բայց ինչի է այսօր ավելի ակտուալ։ Եվ շատ հարցերում հասկացա, որ ցավոք մի տեղ էլ կա, ցավոք կրոններ ունենք վաճառքի, հետո էլ ասում ենք, թե Տեր մեզ փրկի։ 96 թվին վաճառքի եկած կրոնները մի երկու հոգի էին, որ դուրս են այդ բաներ, Եհովա, Մեհովա, բայց այտենց շատ չէին, ոնց որ հիմա ակտուալ։ Իսկականից իրոջ մոտ սարսափելի մեր Սաշը ասում էր, Աստծու մոտ որտեղ գերած է հայ, Վալերիան կայա դրած պրծնում ազգուշ է։ Իսկականից այդ մարդը ձեռներս բանն անգել էլի, ինչ անի։ Ինչ անումա չենք հասկանում։ Հիմա էլ հասարակության այս չափի ատելություն, այս չափի լարվածություն։ Այն օրը մեկը իմ բանի տակ ասում ատելությունը դու ես տարած։ Ես եւ առասարակի մթնոլորտը զոհված բառը ամունիստիա է։ Կապ չունի, որ ես տուն այդ զոհվածից ունեմ, թե չէ։ Եվ նույնիսկ այսօր ինչ որ մարդիկ, որ հակառակ թվում են, բայց տունը զոհված ունեն, ես իմ ընկերներին եւ առասարակ ինքս թույլ չեմ տալիս որևէ մեկի մասին վատ կամ մազը ծռող բան ասել։ Նույնիսկ այն մարդը, որ մեզ հետ էր, հետո փոխվեց։ Ինձ համար ինքը մնում է այդ տղու հերը վերջ։ Ես անուն չեմ տա, թույլ էլ չեմ տալիս ընկերներս անուն տան։ Բայց ես ինձ երբեք, որտեղ այդ տունն է, որ պիտի բոբիկ մտնես, որտեղ խորանա, որտեղ մարդ է կորցրել, կապ չունի ուղեղը որտեղ է։ Կապ չունի իրան դրա համար գումար են տվել, մարդ է կորցրել, տղա է կորցրել, կին է կորցրել, ամուսին է կորցրել։ Զոհվածի տունը եկեղեցու խորանի նման բան է։ Մի մտեք։ Եվ դա իմ համար չեմ ասում, որտեվ ես մեկ մոռանում եմ, որ ինքս էլ եմ զոհվածի հայր ու զոհվածի տուն, որտեվ այնքան ընկերներ եմ ունեցել ու այնքան բախտակիցներ ունեմ այդ ցավով տարապող, մեկ հիշում եմ, որ ինքս էլ ունեմ դրանից։ Հա, դա մեկ չէ, դե միշտ հետս է, բայց ուզում եմ ասեմ, ես ինձ չեմ պաշտպանում, ես ընդհանուր այդ մթնոլորտը։ Իսկ դուք երբ որ ի վիճակի եք եկեղեցու վրա թքեք, թքել ասելով գրեհիկ եմ ասում, բայց այդ մոտեցումը, երբ որ կարող եք վեհապարին անունով դիմել, այսօր անվրդովվել հնարավոր չի խոսել։ Իհարկե մենք որոշ հարցերի պատասխան այդպես էլ չկարողացանք գտնել, թեև դուք ամենասկզբից ասացիք, որ ձեզ մտավորական չեք համարում։ Լավ, եթե ձեզ չեք համարում, այսօրվա ձեր պատկերացրած մտավորականը պետք է առաջնորդող ուժ լինի ժողովրդի համար, թե ոչ, թե իր ցավը, տառապանքը, մտածմունքը միայն իր արվեստով, եթե արվեստի ներկայացուցիչ է, կամ գիտության մեջ, կամ իր ոլորտում արտահայտի, դրանով նպաստ բերելով ազգին եւ ժողովրդին, թե ուղղակի դիտորդի կարգավիճակ եւ դիրք բռնի կողքից դիտելու, այ շատ կարճ եթե կարելի է ի վերջո մտավորականի առաքելությունը։ Ինձ համար մտավորականությունը, մտավորական ասացի նշաձողը սկսվում է տառապանքի ուսին իր վրա վերցնելուց։ Կապ չունի դա հրաշալի դաշնակահարա, համար մեկ դիրիժորնա, աշխարհահռչակ նկարիչ է, թե ինչ։ Այսինքն
մտավորականի կերպար ինձ համար Թումանյանն ա եղել, մեր պատմության մեջ Իսահակյանն ա եղել, Չարենցը եւ շատերը, որոնք մարդկային առումով հասարակական կյանքից հետ չեն մնացել։ Ես այսօրվա խոնարհվում եմ բոլոր առաջնորդ եւ դասակարգված թե տարիքային թե բանով դասականության մեջ խոնարհվելով բոլորի առաջ միևնույնն է զարմանում եմ այս պահին ազգային խնդրի մասին առաջնայինը չմտածելուց։ Այն օրը պատահական տեսա մեր շատ սիրելի Մարտին Վարդազարյանը հրաշալի փողոցում ուղակի երկու բառով ինքը ասեց, որ ինքը մտավորական է։ Մյուսներին չասելու համար իրավունք չունեմ մեղադրելու եւ ինձ թույլ չեմ տա։ Բայց մտավորականը գիտեք ով այս պահին սահմանում կանգնած է եւ կուրծքը դեպի թշնամին թիկունքը մեզ վստահած։ Թերևս սա ամենախոսուն պատասխաններ։ Դավիթ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Իհարկե զրույցում կար եւ մտահոգություն եւ ցավ, բայց եւ կար արժանապատվություն, հույս եւ վերջերս մի հետաքրքիր մտքի հանդիպեցի, թե ինչու արտադրում են թեյի բաժակներ առանց բռնիչի, որովհետեւ որպեսի մարդը խմի կամ բաժակը վերցնի այն ժամանակ, երբ թեյը սառչում է, այսինքն ամեն ինչ ունի իր ժամանակը։ Աստված առաջ։ Կրկին շնորհակալություն։ Սպասենք լույսի, Աստված առաջ, լավ կլինի։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ այսօր հյուրընկալել էինք երգիչ երգահան Դավիթ Ամալյանին։ Մինչ նոր հանդիպում։